Ազատական Հայաստան Կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ Կոտայքի մարզում 52 բարեկի աշխատանքից ազատվել իրեն որևէ կերպ առնչություն ունենալու համար հետագայում մեկին գործերի նախարարությունը իհարկե մարտահրավերից տեղեկացին, որ շարունակում ինչ է կարծում, ինչ է Ծառուկյանի հայտարարությունները եւ նաեւ երկու հարցեր եւ մարդկանց ձեր հավատքների շրջանից ստացած տպավորությունների մասին խոսել քաղաքացիական կանոնները հավատքների հետ հələ մի հատ եկեք նախ նգնեն այդ հայտարարությունը հերքել, բայց հələ եկեք հասկանանք, եթե օրինակ պարզվեր, որ Կոտայքի մարզի մասին 52 բարեկա, որ իր այդ առնչություն ունի։ Եկեք հա? Բարեկների հարազատներ ասում են։ Մեկի աները, մեկի հայրը։ Մեկի աները, մեկի Լսեք, ասենք օրինակ իր տղան այդ բանից հետո ո՞նց է փախել Հայաստանից։ Ո՞նց է փախել Հայաստանից։ Այդ թվում իրան օգնել են, որ փախել են, դրա համար եմ ասում, որ մենք մաֆիայի դեմ ենք կռիվ տալիս։ Իհարկե մենք մի մասին էլի է նախկինում դեպք ա եղել։ Դեպքեր եղել են, որ օգնել իրավապահ համակարգում ենք կան նաև, այսինքն եթե պարզվի, որ 52 բարեկ առնչություն ունի, դա պետք է ասենք հա դե ոչինչ, որտեղ իրանք ըստ էության ռիսկի կոնտինգենտ են։ Բա ոստիկան բա էտել է կոռուպցիա, ինձ մոտ հարց կառաջան, այդ ո՞նց է, ես օրինակ 52 մարդ կա բարեկային ծառայություն, որ ինձ հետ առնչություն ունի։ Բացառում եմ, այդ ո՞նց հանրապետության վարչապետ այդ 52 հոգի առնչություն ունեցող չկա, բայց ասենք օլիգարխի նախկին բելարուսցի հետ առնչություն ունեցող մարդ կարա, նորմալ է, բայց իհարկե պետք է ազատվեն աշխատանքից։ Եթե ես իմանամ, որ այդպիսի բան կա ու չեն հանել գործից, նա ով չի հանել գործից, ես իրան կհանեմ գործից։ Բա ո՞նց է փախել Ծառուկյանի տղեն կրակոցներ արձակելուց հետո Հայաստանից, այդ հարցը պետք է պարզաբանվի, թե չէ։ Եվ երբեմն հետաքննություն կարող անես տարիներով բան լինի։ Չտեւ այդ հետաքննություն, պետք է պատասխանատու, տենց դեպք եղավ, պետք է նրանք ովքեր իբնե պետք է կանխարգել էին դա չեն արել, պետք է հանվեն գործից եւ հանվել են գործից։ Դա էլի եմ ասում, այսինքն այդ ինչ մի հատ էլ մտքով անցնում է, որ կարա իր այդ առնչություն ունեցող 52 բարեկը լինի, ասում եմ հանրապետության ոստիկանությունում ինձ հետ 52 հոգի մարդ կա առնչություն ունեցող, բացառում է։ Բա երկրի վարչապետի հետ 52 հոգի առնչություն ունեցող մարդ պետք է չլինի, իր հետ առնչություն ունեցող մարդ պետք է լինի, եթե լինի, ես հրահանգելու եմ բոլորին հանել, այսինքն եթե հանկարծ չհանեն, նա ով պետք է հաներ ու չի հանել, ես իրան կհանեմ գործից։ Եվ նախկինում այդպիսի դեպքեր եղել են։ Բայց ձեզ թվում է, որ բանը այդ նույն կալուգացին եւ բելարուսցին, այո, այդ թվում շոշափուկներ ունեցել են եւ ունեն իրավապահ համակարգում։ Եվ հատ կտրելով գալիս են, կտրում ենք, չի պրծնում, որովհետեւ 20 տարի, 20 քանի տարի կոռուպցիոն համակարգը գործել է։ Մեկի վրա կամպրոմատ ունեն, մեկին կաշկանդելու բան ունեն եւ այլն եւ այդպես շարունակ։ Եվ այդպես դատաիրավական համակարգով գնում են, ինչ խնդիր ուզում են, լուծում են։ Ոչ մեկ չի ասում, ես ո՞նց եղավ։ Ես ինչ պատահեց։ Բայց դրա պատասխանի ժամանակն էլ է գալու։ Ես դրա համար եմ ասում, ժողովրդին ասում եմ, որ մենք 18 թվից պայմանական 23 գլխանի դևի հետ ենք կռվել, 20 գլուխ կտրել ենք, այս ընտրություններում վերջին 3 գլուխը դևի պայմանական բարեց ոչ բուն իմաստով բնականաբար պետք է կտրենք, որ այս հարցերը լուծվեն։ Ու ես չեմ ընդունում էլ, որ այ ուրեմն թույլ եք եղել, չեք կարողացել, որովհետև այդ մաֆիան ինքը զուտ հայաստանյան մաֆիա չի, դա Հայաստանից դուրս է շոշափուկներ ունի։ Սրանից բխող բոլոր հետևանքները։
Հլմատ ասում է, ինձ հետ մեկը չի ասում, լսի, ո՞նց է քո մտքով անցնում, որ քո հետ 52 առնչություն ունեցող 52 մար կարա բարեկային ոստիկանությունում ծառայի։ Բա մաֆիան է դա։ Ես ասում եմ, եթե իմանամ, որ որևէ մեծահարուստի, որևէ քաղաքական, որևէ մեկ հետ 52 հոգի անձնական առնչություն ունեցող մարդիկ կան համակարգերում ու իրանց չեն հանել գործից, նա ով պետք է դա հաներ գործից ու չի անը, ես իրան 5 վայրկյան հետո SMS կուղարկեմ։ Շնորհակալություն հայկական ժամանակ։ Նա տելետին չեմ բան սարքել, SMS-ով գործից հանելու։ Հաղորդակցության ձև է դա, ի՞նչն է պրոբլեմը։ SMS-ով գործից հանելու։ Բա ինչով, ասենք, ենթադրենք բանը ցուլիկ պետք է մորթենք ոտերի տակ։ Ասենք բաներ են սարքում, ոյ SMS-ով բաներ։ Հա։ Մի ընդհատեք, հա։ Հաջորդ Կանչում եմ եւ նորմալ բոլորին, տենց մարդ չկա, որի հետ ես չեմ առնչվել, կամ կարող է, գիտեք ինչ, եթե պաշտոնյա կա, ես 1, 2, 3 ազդակներ եմ տվել, որ գիտեք ինչ, ես հարցը պետք է լուծվի, հարցը պետք է լուծվի, հարցը պետք է լուծվի, հարցը պետք է լուծվի։ Վերջում կարամ SMS ուղարկեմ, կարամ SMS չուղարկեմ էլ։ Կարա ինքը հեռուստացույցը միացնի, տեսնի։ Ի՞նչն է խնդիրը։ Իսկ խնդիր կա։ հայկական Չէ, բոլորին չէ։ Բոլորին չէ, որտեվ ասում եմ, հարց կա, որ 1, 2, 3, 4, եւ ես ձեզ ասեմ, ես ոչ մեկին, ոչ մի պաշտոնյայի աշխատանքից չեմ ազատել մի պատճառով։ Ոչ մի պաշտոնյայի աշխատանքից չեմ ազատել 2 պատճառով։ Ոչ մի պաշտոնյայի աշխատանքից չեմ ազատել 3 պատճառով։ Բացառված է, որ ես մի պատճառով, տենց մի պատճառի համար, ինչ որ պատճառ կտնվի ու մարդուն ես աշխատանքից ազատ, բացառված բան։ Առնվազն 3 շատ ծանրակշիռ պատճառ պետք է լինի, որ դա տեղի ունենա, որովհետև ես ամենայն հարգանքով եւ գնահատանքով, ընդ որում դա չի նշանակում, որ որը մեկին որ աշխատանքից ազատ ունես, նշանակում է ինքը ներդրում չունի, վաստակ չունի եւ այլն։ Դա նշանակում է, որ կան հարցեր, որոնց լուծման պոտենցիալը սպառվել է այդ ճանապարհով։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար